բարձրացվում։ Պարոն Սուքիասյան, ներողություն, մարդիկ քննադատում են, որ հենց ապրիլի 24-ին հաջորդող օրը այսպիսի փարթի տոնակատարություն Ես ասեցի ձեզ էլ Բարոյական է, դա իհարկե ձեզ ասեմ, այտենց չի եղել։ Գիտեք, որ Կիրակի օրով է պայմանավորված եղել։ Ուղղակի թե շաբաթ հանգստյան օրով է, ներողություն, հանգստյան օրով է պայմանավորված եղել, ինչ որ կապված է եղել, որ հանգստյան, այսին շաբաթի, այսին ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Դրա համար հիմա կարող տարբեր են Դες անգամ կարող են կարող են լինել մի 6 անգամ 6 օր տարբեր լինել կամ 5 օր տարբեր լինել։ Ուղղակի այս անգամ սենց ա եղել, լավ, դա ինչ-որ թեմա է, որ հիմա եղել է։ Ոնց որ սքո օրա, ապրիլի 24-ը սքո օրա։ Մենք ուրեմն լսեք, սքո օրը ես ասել եմ, սքո օրը պետք է սկսենք, ուրախության օրը ուրախանանք, հիշելու օրը հիշենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչքան գումար են գեներացրել։ Սա ոչ մի բան է, մի հատ փոշի էլ չի Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ այդ շնորհակալության։ Որ քաղաքացիները այսօր 99%-ը հարկերը վճարում են ամբողջական։ Կարող է 1-2% տենց լինեն, որոնք որ չեն վճարում։ Դրա համար ես խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, թեկուզ այն հավաքարարների, որոնք որ իրենց աշխատավարձից եկամտահարկ են վճարում։ Դրանով ձևավորում է Հայաստանի Հանրապետության բյուջե, որով առողջապահական համակարգն է, բանակն է, կրթությունն է եւ մնացած։ Իդեպ դեր իշխանության հարկերը բարձրացան 5%-ից դարձան 10%, սա նորմալ է։ Դուք որպես գործարար չէ, ինձ պետք է ասել, շրջանառության հարկը։ Որտեղի շրջանառության հարկ նախ արդեն չկա, հանել ենք։ Չէ, ներողություն, հանել ենք բոլորին, եթե բոլոր ինստիտուտը պետք է գնա ավելացած արժեքի հարկի ինստիտուտ, ոնց որ Եվրոպայում, օրինակ, կա որ հյուրանոցային բիզնեսները 5%, կա որ 7%, կա առաջի պահանջի ապրանք, գնում ես դու սուպերմարկետ, ձեռք ես բերում, օրինակ շաքարավազը 7%, բայց մնացած այլ բաները 20%։ Հաստատն է, որ բարձրացել է, պարոն Սուքիասյան։ Ես հիշում եմ դա երբ որ բերեցին, ասեմ ինչ է։ Իրանց նպատակը նա էր, որ բերեին հավասարացնեին, գոնե ավելացած արժեքի հարկի 20%-ի կեսը լիներ։ Դա ավելի մեծ վերջից 20%-ը։ Ես ասում օրինակ ոսկերիչների, որ 30-ից 40,000 ոսկերիչ ունենք Հայաստանում։ Հիմա գիտեք, ավելացած արժեքի հարկի փոփոխություն արեցին, չգիտեմ, ստորագրել են, չէ, մի րոպե, սա երկար ժամանակ քննարկվող, ուսումնասիրվող, գնացել են այլ երկրներն են ուսումնասիրել, ինչի, որտեղ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող ոսկերիչները բավականին բարձր տոկոս է, մեկ շնչին ընկնող։ Դրա համար եկեք միշտ մեկ շնչին ընկնողով հաշվենք, որտեղ մենք իրենք դրանից երկիր։ Դուք տնտեսագետ եք, գործարար եք, մի քիչ ավելի նրբություններին տիրապետում եք, բայց պարզ եթե լեզվով ասենք, քաղաքացին տեսնում է, որ իր վրա 5% է, դարձավ 10%, նախկինում 5% է։ Հարևան Վրաստանում գործարարների ծանոթներն ավելի լավ պայմաններով են աշխատում։ Հայաստանի Հանրապետությունը ավելացած արժեքի հարկի գոտիում է։ Շրջանառությունը դա ուրիշ գումարի մասին է խոսքը, ավելացած արժեքի հարկ ինչի։ Շրջանառության դեպքում դու չես կարողանում դուրս գրել այդ գումարը։ Ավելացած արժեքի հարկի դեպքում էլեկտրաէներգիա մյուս դուրս է ծախսագրելը։ Որպես շրջարկով էլ կարող ես։ Շրջարկով էլ կարող ես։ Նայեք, ես ասեմ, 2000-ականին բարձրացած հարկը ես էի կառավարության հետ այն ժամանակ։ Կարա ներկայացեցի, որ փրկենք։ Հետո դրանք փոփոխելով եկան։ Ես վերջի անգամ հիշում եմ, որ բերեցին շրջանառության հարկը 5-ից 10 սարքեցին, ինչի համար, որ տարբերությունը մեկ չունի, խոշորները չկան դրանից օգտվել, դուք դրա մասին եք ասում։ Վրաստանի օրինակին ծանոթ եք, որ այնտեղ կարծում եմ երևի եթե բիզնես ունեք այնտեղ ավելի լավ կիմանաք, որ Վրաստանում շատ ավելի ցածր է, 1-1.5% է, այդ ավելի լավ պայմաններ են հարկային։ 1% դրել ենք բանին, ինքնազբաղերին։ Սամազանի տոյը ինքնազբաղ, մի տոկոս է Հայաստանում։ Հաստատի 5%-ից դարձել է 10% շրջարկ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, IT ոլորտում ծրագրավորողները իրանց եկամտահարկից մեծ մասը հետ են ստանում։ Բավականին լավ բաներ կա։ Էդ էլ ես մի հատ ավելի խորը ուսումնասիրել։